Տերորդն իսրելի աստծո ժողովուրդ, կարճ աղոտ կանենք, հայրիմ երեքնավոր, ուզեմ օրհնես այս խոսքը, օրհնես այն միտքը, որ ուզում ես փոխանցվի քո ժողովրդին հայրիմ, ուզեմ օծես քո հոգով, քո ներգործությունը թող լինեն ամեն ինչի մեջ, ինչ է որ խոսեսին բերանով հայրիմ երեքնավոր, թող օրհնվի այս ժամերը այս ժողովուրդը Տեր իմ Աստված, որ քո անվան համար հավաքվել այստեղ հայրիմ երեքնավոր, ամեն։ Բարի եք եկել սիրելի Աստծո ժողովուրդ, որքան հաճելի է ու որքան բարի է, որ Աստծո ժողովուրդը մեկտեղ հավաքված փառաբանում Աստծուն, թող մեծարվի մեր Տիրոջ անունը, նրան տանք ողջ փառքը, պատիվը ու մեծարանքը։ Այսօր մի լավ բանի մասին Աստված հրտումս դրել խոսելու, Աստված օրհնի եղբայրներիս լավ հող պատրաստելու համար։ Այո եւ ամեն, մեզ պետք է վարժվել, ինչ որտեղ տկնել եւ տանջվել Աստծու այն խորքերը գնալու համար, այն քաղցրությունը, այն պահված գանձերը գտնելու համար, որովհետեւ Աստված չի բարձրացնում ասենց բան ասեմ էլի, մեր լեզվով ասեմ, լոդեր մարդկանց սերունդ, որ պարկեն, ոչինչ չանեն ու անընդհատ Աստծուց օրհնվեն։ Աստվածապաշտության ու Աստված ճանաչողության համար Աստված ամեն բան տվել է մեզ, մնում է մենք դա հավատքով ընդունենք, վերցնենք ու կիրառենք։ Փրկությունը ձրի է տրված, բայց փրկությունից հետո շատ բան կա, որ պետք է մենք մեր ջանքով, մենք մեր աշխատասիրությամբ, մեր պարտաճանաչությամբ, մեր ստաբիլությամբ դա վերցնենք ու դրանցով օրհնվենք։ Ու այսօր այս նման բանից էլ ուզում եմ խոսել, կարդամ Հովհաննես ավետարանի 7-րդ գլխի 37-ից 39 համարները։ Այդ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնեց եւ բացականչեց ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ով ինձ հավատա, ինչպես Գիրքն է ասում, նրա որովայնից կենդանի ջրի գետեր պիտի բխեն։ Նա այս ասում էր հոգու մասին, որ իրեն հավատացողները պիտի ստանան, քանի որ Սուրբ Հոգին դեռ տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Այս հատվածը Սուրբ Հոգու մասին է խոսում Հիսուսը։ Այն ջրից, որ մենք պիտի խմենք ու այն գետերը, որ մեր մեջից պիտի հորդան, սա Սուրբ Հոգու մասին ասում Հիսուսը։ Ուստեղ փոխաբերությամբ ասում, որովհետև ինքը դեռ փառավորված չէր, դեռ չէր խաչվել, հարություն չէր առել ու փոխաբերությամբ էր ասում ժողովրդին Սուրբ Հոգու գալստյան եւ Սուրբ Հոգու գործունեության մասին։ Ու միտքը ինչումն է, որ ով ծարավա թող գա խմի ու չխմի թողի էթա, ով որ խմի ու հավատա դրան, ինքը պիտի դառնա այն աղբյուրը, որից որ կխմեն մնացած մարդիկ։ Սուրբ Հոգին մեզ տրված չի, որ մենք ուղակի խմենք, հագենանք, հետո էլի խմենք, էլի հագենանք ու պարկենք ու ոչնչով չզբաղվենք։ Սուրբ Հոգին մեզ տրված է, որ մենք խմենք, հագենանք ու մենք լինենք այն աղբյուրը, ով որ կհագեցնի ծարավ եղողին։ Մենք լինենք այն աղբյուրը, ում մեջից այդ գետը կհորդի ու կողողի այն անջուր տեղերը, օրհնություն կլինի այն չորացած տեղերի համար, որոնք որ Աստված սահմանել է, որ մեր միջի աղբյուրը պիտի ողողի դա։ Իսկ Հիսուսի փառավորվելուց հետո արդեն Գործք առաքելոս 1:8 խոսքում նույն բանը Հիսուսն ասում է արդեն ուղիղ, ասում է, երբ որ վերից զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին գա, իմ վկաները կլինեք, այստեղ այնտեղ ամենուր եւ ամբողջ աշխարհում։ Սուրբ Հոգու մեզ տրվելու միտքը, Սուրբ Հոգու մեր մեջ լինելու առաջնային նպատակներից մեկը այն է, որ մենք այդ զորությունը ոչ թե պահենք մեր մեջ, ոչ թե ժլատություն անենք, ոչ թե միայն մեր անձի շինության համար այդ օգտագործենք, այլ տարածենք, լինենք Քրիստոսի վկաները, լինենք այն աղբյուրները, որոնցից որ մարդիկ կգան, կխմեն, կհագենան։ Չի կարելի վերցնել ու ոնց որ ասած ստատուսի հարց է, ես Սուրբ Հոգով մկրտված եմ, չէ, Սուրբ Հոգին ստանում ենք գործելու համար, Սուրբ Հոգին այն զորությունն է, որ Հիսուսին հանեց գերեզմանից, Սուրբ Հոգին այն զորությունն է, որով Աստված ներեց աշխարհին, որով Աստված փրկեց մեղավորին, ու այդ զորությունը գերբնական է ու սովորական բան չի։ Այսօր ես կարդում եմ Սուրբ Գիրքը,
տեսնում եմ Սուրբ Հոգու զորավոր գործերը, նայում եմ մեր մեծերին իրենց կյանքում, տեսնում եմ Սուրբ Հոգու զորավոր գործերը ու այո, ամեն, ալելույա, Սուրբ Հոգին գործում է, Սուրբ Հոգին երկրի վրա է, մեր մեջ է ու զորավոր ու գերբնական հոգի է։ Բայց ֆռում նայում եմ իմ կյանքին, տեսնում եմ միթե Սուրբ Հոգին իմ կյանքում գործում է այնպես, ոնց որ գործում էր օրինակ Գործք առաքելոս գրքում։ Միթե Սուրբ Հոգին իմ կյանքում գործում է այնպես, ոնց որ գործում էր, երբ որ Քրիստոս հարություն առավ, երբ որ Պողոսը իր կուրությունից բժշկվեց ու դարձավ քրիստոնեության քարոզից։ Ինչպես է գործում Սուրբ Հոգին իմ կյանքում։ Եկեք ամեն մեկս մեզ կողից նայենք։ Մեր կյանքում Սուրբ Հոգու գործունեությունը, Աստծո ներգործությունը, մեր կյանքում եղած իրադարձությունները, եթե մենք չլինեինք հոգևոր, եթե մենք չճանաչեինք Աստծուն, ու մենք կողքից նայենք մեր կյանքին, միթե մեր կյանքը մեզ կպատմեր Քրիստոսի զոհի մասին, միթե մեր կյանքը մեզ կպատմեր այն փրկagorցության, այն փառքի մասին, որ Հիսուս Քրիստոսը եկավ, խաչվեց, հարություն առավ ու փրկեց մեզ։ Միթե մեր կյանքի մեջ կային զորությունները, այն գործերը, որոնք որ գերբնական հոգին է անում։ Թե մենք ապրում ենք բնականon կյանք, ասես ճակերտների մեջ տրամաբանված կյանք, որը որ հիմնված է մեր խելքի, մեր տրամաբանության, մեր առօրյայի վրա։ Բայց այսօր Աստված այդ գերբնական զորությունը դրել է մեր մեջ, որ մենք գերբնական կյանք ապրենք, ոչ թե բնական կյանք։ Քրիստոնյա ժողովուրդը, Սուրբ Հոգով մկրտված ժողովուրդը պիտի տարբերվի բնականon ապրող մարդկանցից։ Հիմա խնդրեմը ում մեջ է, իմ մեջ է, թե հոգու մեջ է։ Բնականաբար իմ մեջ է խնդրեմը, որ այդ զորությունն, այդ գործերը չկան Քրիստոս Սուրբ Հոգու։ Սենց մի օրինակ բերեմ։ Լիցուկ ինժեներները այս աշխարհին տվել են ներքին արիման շարժիչ, որը որ երկրի վրա եղող տեխնիկաների մեծամասնությունը դրանով է աշխատում։ Ճիշտ է, վերջում մի քիչ ավելի զարգացել է էլեկտրական շարժիչներով է աշխատում, բայց մեծամասամբ ինչ որ շարժվում է մեր երկրում, շարժվում է ներքին արիման շարժիչի շնորհիվ։ Դրանով դաշտեր են հնձում, բերք են տալիս մարդկանց, այդ շարժիչի միջոցով կոպիտ ասած բազմությունները կերակրվում են, մարդիկ են տեղափոխվում, ինքնաթիռներ են թռնում, բեռնափոխադրումներ են տեղի ունենում, որովհետև այդ շարժիչը զորություն ունի այդ գործողություններն անելու։ Ինքը մեծ պոտենցիալ, մեծ զորություն ունի այսպես լիքը գործողություններ անելու։ Ու պատկերացրեք մի մարդու, ով որ մեքենա է գնում ու չի օգտագործում այդ շարժիչը որպես իր նպատակի համար, չի տեղափոխվում այդ մեքենայով, չի վարում, չի ցանում, այլ նստում է, խոդում է, նստում է մեջը տաքանում է։ Բիսեդկա է դարձնում այդ ավտոմեքենան իր համար, նստում է մեջը տաքա, ապահով է, հաճելի է, ես ավտոմեքենա ունեմ։ Միթե խելամիտ է, միթե տրամաբանական է սա, եթե խոսում ենք տրամաբանված եւ խելացի կյանք ապրելու մասին։ Միթե այն զորությունը, որ Աստված դրել է մեր մեջ, դա ուղղակի վերցնել ու ոչ մի բան չանելու համար է։ Այդ հոգին գերբնական հոգի է։ Մենք մի հատ լավ երգ ունենք, ասում այն հոգին, որ հաղթեց մահին իմ մեջ է։ Իմ մեջ կա մահին հաղթող զորություն ունեցող հոգի։ Միթե իմ կյանքից դա երևում է։ Այդ այն հոգին է, որ ներեց մեղավորին, որ ազատեց գերեվարվածին, որ զորություն տվեց տկարին, որ բուժեց հիվանդին, այդ հոգին է, որով որ աշակերտները Հիսուսը ինչ որ գրված Աստվածաշնչում արեցին։ Միթե այդ հոգին իմ մեջ այդ զորությամբ գործում է։ Թող օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Եկեք չտրտմեցնենք Սուրբ Հոգուն, եկեք մեր միտքը, մեր գործողությունները, մեր որոշումները հանձնենք Սուրբ Հոգուն, նվիրվենք Սուրբ Հոգուն։ Ոնց որ Նարեկ աղբերս ասավ, չնստենք անբանության մեջ ու մտածենք, որ ամեն բան ինչ որ բնազդաբար արվում է, պիտի արվի։ Ոչ, լիքը բան մենք պիտի անենք Սուրբ Հոգու ներգործությամբ։ Այն հավատքը, որ Աստված դրեց մեր մեջ, դրանով պիտի գործադրենք Սուրբ Հոգու գործերն ու Սուրբ Հոգու զորությունները մեր կյանքում։ Ու Սուրբ Հոգին ասում է քամու պես է, չգիտես որտեղից է գալիս ու ուր է փչում։ Ու բարձր Աստծո խորհուրդները մեր խորհուրդներից ու անքննելի է Աստծո գործերը։ Եթե դուք ուզեք քննելով, մենք ուզենք քննելով ու հասկանալով անենք, շատ բաներ կարող մեր հասկացողությանը, մեր մտքին դեմ լինեն, բայց Աստծո խորհուրդները բարձր են մեր խորհուրդներից։
Եթե Պետրոս Առաքյալը, որ այն ժամանակ աշակերտ էր, ու Սուրբ Հոգով դեռ լցված չէր, որովհետև չէր եկել Պենտեկոստի օրը չէր եղել, ու իրան հարցնում էին, դու Հիսուսի հետ քայլողներից մեկն ես, ինքը ուրանում էր, վախենում էր ասեր։ Իր տրամաբանությունը իրան թույլ էր տալիս հասկանալ, որ եթե ինքը ասի, որ Հիսուսի հետ քայլողներից մեկն է, իրան Հիսուսի պես տանելու են խաչեն, բայց երբ որ Սուրբ Հոգին եկավ, երբ որ այն զորության հոգին իջավ Պետրոսի վրա, նա կանգնեց, համարձակ քարոզեց ու 3000 հոգի ապաշխարեց ու ընդունեց Քրիստոսին։ Ու պատմությունից էլ գիտենք, որ ոչ թե վախեցավ մեռնելուց, այլ ասավ ինձ գլխի վրա խաչեք, որովհետև ես արժան չեմ իմ Տիրոջ պես խաչվեմ, այլ պիտի գլխի վայր խաչվեմ, որտեղ նա ավելի մեծեր չեմ ես։ Ու այդ հոգին կարում է Պետրոսին այսպես հեղափոխի, կարում է Պետրոսին վախկոտ մարդուց դարձնի քաջ մարդ, համարձակ մարդ դարձնի, ամաշկոտ մարդուց դարձնի համարձակ մարդ։ Իսկ ինչ անում Սուրբ Հոգին իմ կյանքում։ Միթե Սուրբ Հոգին իր պտուղներով, իր պարգևներով գործում է իմ կյանքի մեջ։ Ու թող գործի Հիսուս Քրիստոսի անունով, թող լեցվի ամեն քրիստոնյա մարդ Հիսուս Քրիստոսի անունով այս դահլիճում։ Սուրբ Հոգին ունի պտուղներ, ու Սուրբ Հոգու գալուց մարդ պիտի իր կյանքում այդ պտղաբերությունը զգա, ու Սուրբ Հոգու պտուղները նշված է Գաղատացիս 5:22-ում, կարդամ այդ հատվածը։ Բայց հոգու պտուղը այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, ասում է այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Ու շարունակության մեջ ասում է, եթե հոգով ենք ապրում, եկեք հոգով քայլենք, ոչ թե սնոտի փառքի հետևից ընկնենք։ Ոչ թե աշխարհային սնոտի սին բաներ փափագենք, ոչ թե միմյանց նախանձով նայենք ինչ որ աշխարհային հաջողությունների մեջ հասնելուց, այլ գործենք ու քայլենք Սուրբ Հոգով։ Այն Սուրբ Հոգին մեզ տալիս է այն խաղաղությունը, որ Աստված չի տալիս։ Սուրբ Հոգին Աստված տալիս է, աշխարհը չի տալիս, կներեք։ Մեծ ու փառավոր են Տիրոջ գործերը ու բարձր են նրա խորհուրդները մեր խորհուրդներից։ Ժողովուրդ ջան, ասելս ինչ է, եկեք լեցվենք Սուրբ Հոգով, եկեք թույլ տանք Սուրբ Հոգին մեր միջոցով, մեր ձեռքերով գործի։ Այսօր այդ հոգուն մարմին է պետք, որ այդ մարմինը որպես գործիք օգտագործի Տիրոջ փառքը տարածելու ու Տիրոջ խոսքը տարածելու երկրի վրա։ Եկեք ժլատություն չանենք, չխնայենք մեր անձերը Սուրբ Հոգուն գործին տալու համար։ Եսայի մարգարեն ասում էր. Աստծո հոգին ինձ վրա է, որ գերիներին ազատագրեմ, որ կույրերին տեսողություն տամ, որ սրտով բեկվածներին բժշկեմ, ու վերջում էլի ամենակարևորը Տիրոջ ընդունելի տարին հռչակեմ։ Էլի խոսքը գնում է Տիրոջը ընդունելու մասին, Տիրոջ փառքը քարոզելու մասին, Տիրոջ գործը անելու մասին։ Փառք Աստծուն, որ իր հոգին չի խնայում մեզնից, փառք Աստծուն, որ մեզ տվել է այդ զորությունը, տվել է այն գիտությունը, որ հասկանանք, որ ունենք այդ զորությունը, ով ինձ հետ է թող ասի ամեն։ Փառք Աստծու, ասելիքս այսքաններ չի երկարացնեմ, սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք կանգնենք աղոթքի ու Աստծուց խնդրենք իր հոգու պարգևները, իր հոգու պտուղները, որ կատարյալ լինի մեր կյանքի մեջ, որ լեցնի մեր կյանքը, համեմի մեզ ու մեզ դարձնի այն աղբյուրները, որոնք որ կհեղեղեն ու կհագեցնեն մեր ծարավ ու սոված երկրի ծարավը։